Ասում են, որ այդ ամբողջ գործընթացը պետք է իրականացվի բացառապես որևէ դեպքում, այսինքն նախաձեռնության նախարարությունը վերցնի այդ իրականությունը ճիշտ է Մենք այսօր պատրաստել ենք նախագիծ, որը որ արդեն հավանության է արժանացել մեծ մասամբ Վենետիկի հանձնաժողովի կողմից, որով որ ձեր բարձրացած մտահոգությունը որոշ առումով փառատվում է, դա միջազգային մեր գործընկերները խորհուրդ են տալի, որպեսզի ստեղծել մի մարմին, որը որ դատավորը կարողանա բողոքարկել իր դեմ կայացրած ակտերը։ Այս առումով հիմա այն նախագիծը, այն դրաֆտը, որ կա, փոքր պալատ, մեծ պալատ, մարդու իրավունքների եվրոպական դատարանի կոնցեպտում նախատեսում է, որ եթե Ստորին Ատյանը, այս դեպքում բարձրագույն դատական խորհուրդը, Ստորին Ատյանը կայացնում է որոշում, որից որ դժգոհ է դատավորը, հնարավորություն ենք ստեղծում բողոքարկման։ Սա այն մեխանիզմն է, որ ինչ-որ իմաստով ձեր բարձրացած մտահոգությունը փարատում է, բայց այնուամենայնիվ ստեղ որոշող արդարադատության նախարարությունը չի։ Մեր հարգարժան փաստաբանները կամ փորձագետները փորձում են ինչ-որ իմաստով մանիպուլացնել եւ հանրությանը եւ լրագրողներին ներկայացնել, որ որոշումը կայացվում է, որովհետեւ արդարադատության նախարարությունն է այդ վարույթ հարուցող, այստեղ որոշումը կայացնում է դատարանը եւ դատարանում կա երկու կողմ, այսպես կոչված մեղադրող կողմ, որը արդարադատության նախարարությունն է եւ պաշտպանվող կողմ, որը որոշ առումով դատավորներն են։ Նաեւ ունեցել ենք գործ, որ դադարեցվել է դատավորի լիազորություններ, որը հենց մարդու իրավունքների եվրոպական դատարանն է արձանագրել խախտում, եւ մենք այդ արձանագրած խախտումը վերցնում ենք, կարդում ենք, տեսնում ենք, որ կոնկրետ դատավոր է մատնանշած, ու այդ գործով են գնացել բարձրագույն դատական խորհուրդ եւ հաղթել։ Յուրահատություն մեզ։ Նախագիծը, որը հնարավորություն կտա այն դատավորները, որոնց լիազորությունը դատարանին բողոքարկեն Դատա ինքը հենց բարձրագույն դատական խորհրդում ձևավորվելու է երկու կազմ, այսինքն այն նախագիծը, որ կա եւ հիմա սկսելու ենք արդեն նաեւ մասնագիտական քննարկումներ, հանրային սեկտորի հետ քննարկումներ, նախատեսում է երկպալատանի համակարգ, ոնց որ գործում է մարդու իրավունքների եվրոպական դատարանում, իսկ հետադարձության մասով դեռևս պետք է քննարկել, բայց չեմ կարծում, որ հնարավորություն ստեղծվի։